Բարև ձեզ մեր շատ սիրելի հեռուստադիտող։ Բարելույս բոլորին։ Այսօր նոյեմբերի 11-ն է եւ օրը ուրբաթ։ Այո, դա նշանակում է, որ վաղը շաբաթ կիրակի է, ինձ հիմա պատրաստվեք, որ վաղը եւ մյուս օրը հանգստանալու եք, բայց այսօր համենայն դեպս աշխատանքային օրը եւ հավաքեք ձեզ մի հատ։ Ասեմ ավելին, ոչ միայն աշխատանքային օր է, այսօրը միջազգային օրացույցում առավել շատ են սիրում կանայք, քանի որ որովհետեւ այսօրը շոփինգի օրն է, միջազգային շոփինգի։ Համաշխարհային, համատիեզերական, այո։ Այն բավական երիտասարդ տոն է, առաջին անգամ նշվել է 2009 թվականին, երբ չինական առցանց խանութներից մեկը շոփինգի համաշխարհային օր վերնագրով 50% զեղչի ակցիա հայտարարեց։ Կանայք ուղղակի երջանիկ են այսօր, նրանք հասկանում են, որ դա մեծագույն երջանկություն է։ Ամանորից շատ ենք սիրում այսօրը։ Այո, դեռ ավելին, կանայք շոփինգին ավելի շատ են ծախսում, քան տղամարդիկ։ Բայց սա այն տոնն է, որը պետք է նշել կլոր տարի, ոչ թե մեկ օր։ Հա, լավ, անեջան։ Բայց ինչ եղավ տոնը, թե կլոր տարի, դառնում է կենցաղ արդեն։ Ակցիան, որի մասին խոսեցինք, նվիրված էր նույն օրը Չինաստանում նշվող ամուրիների օրվան։ Իհարկե հայտնի չէ, թե ինչ նվերներ հասցրեցին զեղչով գնել չամուսնացած չինացիները, սակայն կանայք հավանաբար ցույց տվեցին, որ այդ տեսակ նախաձեռնությունները պետք է ամենամյա դառնան։ Քանի որ հազարավոր տարիներ առաջ մարդը դեռ ապրում էր քարանձավներում, կանայք հավաքող էին, իսկ տղամարդիկ բաներ, որսորդներ։ Եվ քանի որ դուք հավաքողներ մնացիք, այո, դուք դրա համար սիրում եք շոփինգ, գնալ խանութ, տարբեր բաներ հավաքել, դնել տեղը, հասկանում եք։ Երևակացնել ձեր առօրյան նաև, ոչ որ մենակ մեզ համար ենք հավաքել։ Եվ դատարկել մեր գրպանը նաև, այո, իհարկե։ Տարին 12 ամիս երջանիկ լինելու համար կնոջը հարկավոր է ոչ միայն լավ ամուսին, շքեղ առանձնատուն եւ հարմարավետ փոխադրամիջոց, այլև ամիսը գոնե 2-ից 3 անգամ ժամերով վաճառասրահներում պտտվելու ժամանակ եւ գումար։ Էլ չեմ ասում չփնթփնթան։ Գումար, այո, չէ, ամուսնուն դրա համար, սիրելի կանայք, հետները մի տարեք շոփինգի։ Մեկ հոգ ձեզ չեք տանում մեքենա սարքելու, ասենք։ Այսօրվա միակ ճիշտ բանը, որ առավոտից դու ասացիր։ Շնորհակալություն։ Հոգեբանները վստահեցնում են, որ երջանիկ լինելու համար միջին խավի աղջկան հարկավոր է ամսական $200 հագուստ գնել։ Էդի չէ ժանխանումներից առավոտուրանը մեծ աղջիկը։ Ուզում եմ ասել ցանկալի է, որ որակյալ լինի, բայց շատ էժան։ Պարզվում է շոփինգը լիովին արդարացված պահանջ է, քանի որ օգնում է ավելի երիտասարդ զգալ։ Բայց կա մի այդպիսի բան, համաձայնվի, շատ հաճախ դուք ինչ-որ բան առնում եք, հետո չեք հագնում։ Այո, բայց այն զգացողությունը, որ դու ապրում ես դա գնելից ու այն մտքից, որ այն պահարանում կախված է, ամեն ինչ արժե, իհարկե Սերգեյ։ Ուսումնասիրությունը փաստում է, որ կանանց 74%-ը գնումների մասին մտածում է օրական 950 անգամ։ Դա 1000 անգամ ավելի շատ է, քան դե տղամարդ մտածում է կնոջ մասին ընդհանրապես։ Այո, իհարկե։ Իդեպ ամեն մի տղամարդ կյանքի մոտ 1 տարին անցկացնում է հակառակ սեռի տարբեր ներկայացուցիչների նայելով, որ մի տարի է ծախսում, գտղամարդը ամբողջ տարին ծախսում է, այո։ Այնպես որ շոփինգը մեզ պարզապես անհրաժեշտ է։ Այժմ առաջարկում ենք երաժշտություն լսել եւ մտածել, թե ուր են գնալու շաբաթ կիրակի գնումներ անելու։ Առաջարկում ենք, չենք ստիպում։ Hey baby, do you want some tea? Ահա։ Ալիսան հրաշքների աշխարհում թեմատիկա Փինքի նոր տեսահոլովակներ մեր եթերում, իսկ մենք շարունակում ենք։ Մենք շարունակենք լուրեր աշխարհից, տեսնենք աշխարհում չկա։ Գանք իրականությանը։ Նյու Յորքում բացել են ճիչի կրպակ հետընտրական սթրեսից ազատվել ցանկացողների համար։ Այդ գաղափարի հեղինակը ամերիկացի հեռուստահաղորդավար Սթիվեն Գոլբերտն է։ Տեսախցիկները ֆիքսել են, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների 45-րդ նախագահի ընտրությունների գիշերը այդ կրպակը բավական մեծ մասսայականություն է վայելել։ Յուրաքանչյուր անցորդ ցանկության դեպքում կարողացել է փակվել այնտեղ եւ ուզածի չափ գորգորալ ու արտահայտել իր զգացմունքները։ Մեզ մոտ այդ նպատակով պետք է ոչ թե կրպակ բացել, այլ մեծ սուպերմարկետ։ Մի քանի ժամ տևող այդ աղմկոտ ձայնագրությունը ավելի քան 1.700.000 դիտում է ունեցել։ Շատ կարճ ժամանակում հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփի երթման արարողությունը տեղի կունենա հունվարի 29, 2017 թվականի արդեն։ Ես շնորհավորում եմ մեր ամերիկաբնակ հայրենակիցներին, այո, դուք կունենաք նորմալ պրեզիդենտ։ Վերջին շրջանում ամենից շատ միլիարդատերերի կարելի է հանդիպել Նոր Զելանդիայում։ Նրանք ներկայացնում են տարբեր երկրներ եւ նշում են, որ աշխարհի անկայուն տնտեսական վիճակից հեռանալու ցանկությունն է, որ օգնել է տեղափոխվել այդ հրաշալի երկիր, որը շատերը ուտոպիա են կոչում։ Հրաշալի երկիր է, որը գտնվում է Ավստրալիայի մոտ, դա օվկիանոսի մեջ մի փոքր երկիր է, որը ընդամենը Հայաստանից մի քիչ է շատ, բայց մի քիչ է մեծ, բայց տալիս է գյուղատնտեսական մթերքների համակարգի եւ գյուղատնտեսական մոտարապես 30% ամբողջ աշխարհին եւ շատ էկո երկիր է, էկոլոգիապես մաքուր երկիր։ Եվ նայում ես Նոր Զելանդիան, հասկանում ես, որ ամեն ինչ կորած չէ։
Նախկինում աշխարհից կտրված լինելու փաստը Նոր Զելանդիան պակաս գրավիչ էր դարձնում օտարերկրացիների աչքում, սակայն այսօր այդ փաստը ընկալվում է որպես առավելություն եւ վերջին տարիներին Նոր Զելանդիան կայուն կերպով տեղ է զբաղեցնում բնակության համար աշխարհի լավագույն երկրների ցանկում ժողովրդավարության, կաշառակերության բացակայության, ապահովության եւ այլ դրական հատկանիշների շնորհիվ։ Այո, կաշառակերության բացակայությունն է, որ թողնում է այդ երկիրը ծաղկի եւ ծաղկում այնտեղ բիզնես աշխարհից բոլոր բիզնեսմենները գնում են այնտեղ բիզնես անելու մեռանք ասելով։ Այժմ ձեր ուշադրությանը կներկայացնենք մոլորակի շուրջ էջը, որը հերթական թողարկումը նվիրված է աշխարհի ամենահարմարավետ քաղաքներին։ Գնացինք։ Լեննական։ Հայտնի, գեղեցիկ ու առաջադեմ 5 քաղաքներ, որտեղ կան ապրելու համար ամենահարմար պայմանները։ Մի մեծ պտույտ մոլորակի շուրջ դեպի ամենահարմարավետ քաղաքներ։ Աշխարհի ամենահիասքանչ քաղաքներից մեկը Վիեննա։ Տարիներ շարունակ այն չի լքում աշխարհի ամենահարմարավետ քաղաքների հնգյակը։ Քաղաքային հիասքանչ այգիներ, բարեկարգ ու գեղեցիկ փողոցներ, հեծանվային երթուղիներ, հանցագործությունների ցածր մակարդակ, քաղաքական ու տնտեսական կայունություն, բուժհաստատությունների հասանելիություն, խոսքի ազատություն, միջավայրի գերազանց մաքրություն եւ երի ավանդական դարձած շատ ու շատ առավելություններ, որոնց շնորհիվ 2009-ին, 2011-ին, 2012-ին եւ 2015-ին Վիեննան լավագույն քաղաքների շարքում զբաղեցրել է առաջին պատվավոր հորիզոնականը։ Իսկ այս տարի 2016-ին ճանաչվել է ապրելու համար 5-րդ ամենահարմար քաղաքն աշխարհում։ Մոտ 1.8 միլիոն բնակչությամբ Վիեննան նաև աշխարհի ամենամաքուր մեգապոլիսներից է։ Ամենաթանկ քաղաքի համբավ ունեցող հիասքանչ Սինգապուրը պարբերաբար հայտնվում է նաև աշխարհի այլ վարկանշային աղյուսակների թոփընկյակներում, որպես ամենագեղեցիկ, ամենաժամանակակից, ամենազարգացած, ամենաանվտանգ եւ ամենահյուրընկալ քաղաք-պետություն։ 2016 թվականին Սինգապուրը ճանաչվել է աշխարհում 4-րդ ամենահարմար քաղաքն ապրելու համար։ Այստեղ ամեն բան արվում է կյանքն առավել հարմարավետ դարձնելու ուղղությամբ։ Արմատական վերափոխումներ են կատարվում նաև կրթական, քաղաքական ու սոցիալական ոլորտներում։ Կյանքը Սինգապուրում ազատ է եւ հարմարավետ, բայց դրա հետ մեկտեղ կա կենտրոնական կառավարման համակարգ, մշտական հսկողություն, կարգ ու կանոն։ Արժանիքների այս ողջ բաթերի շնորհիվ էլ Սինգապուրը հայտնվել է 2016-ի ամենատարբեր վարկանշային աղյուսակներում, որպես ամենահարմար, ամենամաքուր, ամենաանվտանգ քաղաքներից մեկն աշխարհում։ Հանգիստ եւ հարմարավետ ապրելու համար 2016-ին լավագույն քաղաքների առաջատար գերդիակը եզրափակում է զարգացած գեղարվեստական մշակույթով հայտնի Հելսինկին։ Սկանդինավյան գեղեցիկ մայրաքաղաքը հարմարավետ է ու հաճելի իր մաքուր շրջակա միջավայրով, հարմարավետ չափերով ու ենթակառուցվածքներով։ Այստեղ քաղաքի ցանկացած կետին կարելի է հասնել ոտքով կամ հեծանվով։ 600,000 բնակչություն ունեցող Հելսինկին առաջատար եռյակում է հայտնվել տնտեսական առաջխաղացման, հանրային զբաղվածության համար։ Ապրելու համար ամենահարմար պայմաններ առաջարկող ֆիննական մայրաքաղաքն առավելագույն միավորներ է վաստակել կայունության, կրթության եւ առողջապահության համար։ Այն հայտնի է ու առաջատար ամենատարբեր ասպարեզներում ու անվանակարգերում, բուսակերության աշխարհի մայրաքաղաք, ամենազվարճալի քաղաքը զբոսաշրջիկների համար եւ լավագույն մայրաքաղաքը շոփինգի սիրահարների համար՝ Բերլին։ Գերմանիայի մայրաքաղաքը հայտնվել է 2016 թվականի ամենահարմարավետ քաղաքների շարքում, զբաղեցնելով 2-րդ պատվավոր տեղը։ Հարկ է նշել, որ Բերլինի հասարակական տրանսպորտի համակարգը եվրոպական մայրաքաղաքների շարքում լավագույններից է։ Մետրոյից եւ ավտոբուսներից բացի ուղևորներին սպասարկում է նաև էլեկտրագնացքները, իսկ լճերի եւ գետերի վրա լաստանավերը։
Ապրելու համար հարմարավետ Բերլինը հատկապես վերջին տարիներին գրանցված հանցավորության ցածր մակարդակի, միջավայրի մաքրության, անվտանգության բարձր մակարդակի և գերազանց ենթակառուցվածքների շնորհիվ ճանաչվել է նաև որպես ընտանեկան հանգստի ամենահարմարավետ ու ամենացանկալի քաղաքներից մեկը։ Եվ վերջապես առաջին հորիզոնական Եվրոպայի ամենականաչ մայրաքաղաքի համբավ վայելող Կոպենհագենը ճանաչվել է աշխարհի ամենահարմար քաղաքը ապրելու համար։ Էկոլոգիապես մաքուր եվրոպական քաղաքն առաջատար է ճանաչվել նաև կյանքի լավագույն որակ առաջարկող քաղաքների աղյուսակում։ Քաղաքի արժանինքների ցանկում նշվել են լիբերալ մթնոլորտը, կրթություն ստանալու հնարավորությունները, հիանալի աշխատող հանրային տրանսպորտը, ինչպես նաև փողոցների խցանումների, օդի ու ջրի աղտոտվածության ցածր մակարդակը, հաշվի են առնվել ռեստորանների, թատրոնների ու այլ ժամանցի վայրերի բազմազանությունն ու որակը։ Հեծանվային Կոպենհագենում բնակվել է հարմարավետ է տարիքային բոլոր խմբերի մարդկանց համար։ Ահա այսպիսի երանելի քաղաքներ։ Ահա եւ վերադարձանք եւ ժամանակն է ընդհատելու եթերը։ Կոմերցիոն դադարն է եթերում։ Ահան, եկանք։ Այժմ առաջարկում ենք միանալ եղանակի տեսությանը, որպեսզի ճշտենք այսօր ինչ եղանակ է մեզ սպասում ու առաջիկա հանգստյան օրերին նաև։ Բարի լույս, Նորա։ Բարի առավոտ։ Բարև Նորա Սամվելովնա ջան։ Բարև ձեզ։ Գագիկ Սուրենյանն ասաց, որ նոյեմբերի 11-ը ամենատակ օրն է լինելու, հա, անորմալ տաք է լինելու նոյեմբերի մեջ եւ այսպես ինչ եղանակ է մեզ այսօր սպասելու։ Այո, Գագիկ Սուրենյանը իհարկե ինչպես միշտ ճիշտ է ասել, այսօր բավական ջերմ եղանակ է կանխատեսվում։ Գագիկ Սուրենյանի հետ գնացել եք փաբ երեք, հա, որտեղ գիտեք ինչ ասել։ Լսում ենք քեզ Նորա ավելի մանրամասն։ Ամեն ինչ իմացանք Սուրենյանի մասին, ես լավ կարծիք չունեի առանձնապես։ Հիմա իմացա։ Կարող եք լսել սեր։ Այո։ Շնորհակալություն։ Աշխատանքային շաբաթը սկսեցինք եւ ավարտում ենք ջերմ ու հաճելի աշնանային եղանակով։ Նախորդ օրերի պես այսօր էլ անձրև չի լինի։ Օդի ջերմաստիճանն էլ կշարունակի զարմացնել։ Արցախում ցերեկային ժամերին այն կհասնի 21-ի, իսկ գիշերը մինչև 9 աստիճան տաքության։ Աշնան այսօրն էլ Սյունիքում ամառվա պես կանցնի։ Ցերեկ այստեղ սպասվում է 20-ից 25, գիշերը 6-ից մինչև 10 աստիճան տաքություն։ Եղանակը ոչ անձրևային է նաեւ Վայոց ձորում։ Ցերեկային ժամերին այստեղ կգրանցվի մինչև 19, գիշերն էլ 1 աստիճան ցրտից մինչև 6 աստիճան տաքություն։ Ջերմաստիճանը 0-ից ցածր կլինի նաև Գեղարքունիքի մարզում, գիշերը հասնելով 4 աստիճան ցրտի։ Ցերեկային ժամերին էլ սպասվում է մինչև 13 աստիճան տաքություն, իսկ տեղումները կշրջանցեն եւ այս մարզը եւ Կոտայքը։ Այստեղ արդեն համեմատաբար ավելի տաք է լինելու, ցերեկը մինչև 16, գիշերն էլ 3 աստիճան ցուրտ։ Առավոտվա պես պարզ երկինք կպահպանվի նաև Արարատյան դաշտում։ Արարատի մարզում Արարատ քաղաքում ցերեկը սպասվում է մինչև 19, գիշերն էլ մինչև 4 աստիճան տաքություն։ Ամբողջովին նույն պատկերն է նաև Արմավիրում ցերեկը 18-ից 19, գիշերը 3-ից 4 աստիճան տաքություն։ Արևոտ օր կարող եք վայելել նաև Արագածոտնի մարզում։ Ցերեկային ժամերին այստեղ կգրանցվի 13-ից 17, գիշերը մինչև 5 աստիճան տաքություն։ Տավուշում նույնպես պարզ երկինք եւ բարձր ջերմաստիճան է սպասվում ցերեկը մինչև 24, գիշերն էլ առավելագույնը 10 աստիճան տաքություն։ Լոռու մարզում գիշերը ջերմաստիճանը կհավասարվի 0-ի, ցերեկն էլ կգրանցվի 17-ից 19 աստիճան տաքություն։ Իսկ անձրևը չի խանգարի վայելել ջերմ եղանակը ոչ այս մարզում, ոչ էլ Շիրակում, որտեղ ցերեկը սպասվում է 14-ից 16, գիշերն էլ 3 աստիճան ցուրտ։ Ամենաշոգ նոյեմբերի 11-ը մայրաքաղաքում եղել է 1974 թվականին։ Օդերևութաբանների կանխատեսմամբ այսօր ջերմաստիճանը կարող է գերազանցել ռեկորդը։ Երևանում ցերեկային ժամերին հասնելով 18 աստիճան տաքության։ Գիշերն էլ այստեղ կանխատեսվում է մինչև 5 աստիճան տաքություն։ Դե ինչ եղանակի մասին այսօր այսքանը, Անի, Սերգեյ։ Շնորհակալություն Նորա, քեզ ցանկանում ենք հաճելի աշխատանքային օր եւ հաճելի հանգստյան օրեր։ Շնորհակալություն ձեզ նույնպես։ Մինչ հաջորդ շաբաթ։ Եվ ասում մինչ հաջորդ շաբաթ։ Շատ լավ է, Լավ է, որ տաք է, այո։ Նաև Ջերմանում է շաբաթ հոգիս, կիրակել, բայց չի, այո, այո։ Եվ առաջարկում ենք հիշել մեր գործընկերներին այս պահին։
Մեր հաղորդման հովանավորն է իմա ընտանեկան բժշկական կենտրոնը, որտեղ իրականացվում է բոլոր օրգանների համակարգչային ախտորոշում, անոթների դուպլեքս հետազոտություն, հոդերի սոնոգրաֆիա, էլեկտրոնեյրոմիոգրաֆիա, դանյարդերի և մկանների ախտահարումները ախտորոշելու համար է և վիտամին D-ի ախտորոշում արյան մեջ։ Եվ այս ամենը իհարկե զեղչված գներով, իսկ վահանաձև գեղձի և ստուգումը, ողնաշարի զննումը և 4-ից 14 տարեկան երեխաների ճիճվագրության ստուգումը անվճար է։ Իմա բժշկական կենտրոն հասցեն է Մաշտոցի 33 կոտորակ 1 հեռախոսահամարն է 50-80-50, զանգարեք, հերթագրվեք և բուժվեք։ Մեր հաղորդման հովանավորն է նաև Ծաղկաձորի Ոսկու աշխարհ հյուրանոցային համալիրը։ Հյուրանոցում գործում է մանկական խաղահրապարակ, լողավազան, խաղասրահ, բարձրակարգ համարներ և հանդիսությունների ամենամեծ սրահը։ Ամանորի տոներին ընդառաջ ամրագրեք ձեր տեղերը Ծաղկաձորի Ոսկու աշխարհ հյուրանոցային համալիրում, այստեղ ձեզ սպասում է հեքիաթային շոու ծրագիր, համեղ ուտեստներ, անմոռանալի տպավորություններ։ Ոսկու աշխարհ հյուրանոցային համալիր հեռախոսահամար 010583006 զանգարեք, ամրագրեք ձեր տեղերը և անցկացրեք ամենահիշարժան ամանորը։ Իսկ մեր եթերն այժմ շարունակում է օրվա դեղատոմսն իր առողջարար խորհուրդներով, որպեսզի ավելի առողջ լինեք, որ կարողանանք Բարի լույս, մեր նստակյաց կյանքը մեծապես ազդում է մեր ողնաշարի վրա, արդյունքում առաջանում են ողնաշարի տարբեր հատվածներում տարբեր ցավեր և այս անգամ մենք կոնկրետ խոսելու ենք պարանոցային ցավերից, իսկ մանրամասները իմա բժշկական կենտրոնի բժիշկ կինեզիոլոգ Արամ Պետրոսյանի հետ, բարև ձեզ։ Նախ հասկանանք ողնաշարի վրա բացի նստակյաց կյանքից էլ ինչը կարող է ազդել բացասաբար, որպեսզի առաջանան տարաբնույթ ցավեր։ Ողնաշարի վրա շատ բացասաբար ազդում է սխալ նստելաձևը, պահելաձևը ողնաշարը, քնելու ձևը և իհարկե ֆիզիկական գերծանրամեռնվածությունը։ Ողնաշարի ամենատարածված ցավերը լինում են ողնաշարային օստեոխոնդրոզից, որի մասին կուզեի, որ ավելի մանրամասն Այսօր մասնավորապես խոսում ենք պարանոցային օստեոխոնդրոզից։ Այո, պարանոցային օստեոխոնդրոզից սկսենք։ Նկարում պարզ երևում է, շատ պատկերավոր նկար է այստեղ։ Առաջինը դա նորմալ աճառային սկավառակն է, երկրորդը արդեն օստեոխոնդրոզով հիվանդացած աճառային սկավառակն է, օստեոխոնդրոզը դա աճառային սկավառակի դեգեներատիվ դիստրոֆիկ փոփոխությունն է, որի ժամանակ աճառային սկավառակի պատերը սկսում են կնճռոտվել և ճաքճքել։ Եթե նկարում ուշադիր նայենք, արդեն այդ կնճռոտվածությունը և ճաքճքվածությունը արդեն պարզ երևում է։ Եվ արդեն պրոտրուզիա, ճողվածք, այսինքն օստեոխոնդրոզից հետո սկսվող հիվանդությունները։ Այսինքն կարելի ասել աճառային սկավառակի խնդիրները սկսում են առաջին հերթին օստեոխոնդրոզից, որը բաժանված է հաջորդի բարդությունները արդեն պրոտրուզիան և ճողվածքները։ Հիվանդները գանգատում են այս ժամանակ գլխացավերից, ճնշման տատանումներից, ականջում, գլխում աղմուկի նշաններից, ցրվածության նշաններից, ուսերում ծանրաբեռնվածության, պարանոցային հատվածում մկանների լարվածության զգացողությունից, ձեռքերում թմրածության զգացողությունից են գանգատվում։ Քանի որ օստեոխոնդրոզի ժամանակ ախտարվում է պարանոցային հատվածից դուրս եկող նյարդերը, մկանները տվյալ սեգմենտի և իհարկե ուղեղը ցնցող անոթները դեֆորմացում են, որի հետևանքով դեպի գլխուղեղարյան շրջանառությունը վատանում է, դանդաղում է և արդեն ցավային սիմպտոմները սկսում են առաջանալ։ Սովորաբար նման դեպքերում մենք նաև ինքնաբուժությամբ ենք զբաղվում, մերսումներ, տաք լոգանքներ, քսուկներ ենք ինչ-որ դեղատներից վերցնում գնում, իրականում ինչ չի կարելի անել, ինչից զգուշանալ հատկապես։ Իրականում պետք է առաջնային ախտորոշվի կոնկրետ խնդիրը, այսինքն չեն կարող մենք ասենք պարանոցը ցավում է, տվյալ դեպքում կոնկրետ գործողություններ կա, որ կարելի է կատարել։ Պետք է առաջին հերթին հետազոտվի ողնաշարը, պետք է կոնկրետ խնդիր գտնենք և դրա արդեն հետևանքները նոր վերացնենք։ Կարող են կատարել կինեզոռեաբիլիտացիա, կինեզոթերապիայի պրոցեդուրաներ, դրանք կոմպլեքս պրոցեդուրաներ են, կախված արդեն խնդրի բարդության աստիճանից։ Իրենց մեջ կարող են ներառել մանուալ թերապիա, մանիպուլյացիաներ, հարկադրական դիրքեր, բուժական ֆիզկուլտուրա, մերսում և իհարկե որոշակի դեղորայքային բուժումներ, որը այդ ժամանակ կարող է նշանակել նյարդաբանը։ Իհարկե բուժման մեթոդների մեջ կարող ենք նաև նշել տրոմբոցիտար աուտոպլազմայի մեթոդը, որը բավականին բարձր արդյունավետություն ունի։ Դա մարդու սեփական արյան պլազման է, որը ցենտրիֆուգվում է և հարստացվում իրիս տրոմբոցիտներով, նույնիսկ կարող ենք տեղում կատարել ներարկումները։ Մենք կարող ենք այդ պրոցեդուրան նաև տաղավարում հիմա ցույց տալ, ձեր հիվանդներից մեկը եկել է ձեզ օգնելու և խնդրեմ։ Ցույց տանք ողնաշարը, նշենք, հա։ Սա մեր ողնաշարն է, այսօր ցույց կտանք ձեզ ինչքան
հեռու է կատարվում, որպեսզի Հեռու է կատարվում, բայց օգնում է։ Իհարկե, կատարում միջմկանային ներարկում է սա համարվում, այսինքն բացարձակ անվտանգ է, որովհետև մեծ մասը վախենում է, որ ներարկում ողնաշարի մեջ է, նյարդարմատներին կկպնենք եւ այն բարդություններ կլինի, բայց դա իհարկե այդպես չէ։ Խորշում չեն քաշում։ Ներարկման ժամանակ զգում են ասեղի ծակոցը միայն ու ուրիշ ցավային սիմպտոմներ չի նկատվում։ Իսկ հակացություններ ունի ներարկումը եւ դրանից հետո կա հատուկ գործողություններ, որոնք պետք է արվեն կամ պետք չէ արվեն։ Հակացություններ որպես այդպեսին չկան, հակացված է միայն ուրուսների ժամանակ պլազմայի ներարկումը, պրոցեդուրայի գալուց առաջ նույնիսկ հատուկ պատրաստվել պետք չէ, այսինքն կարող է նաև կերած գալ կամ սոված գալ, տարբերություն չկա ներարկումից հետո։ Ներարկումները նպաստում են, որպեսզի մկանները սնուցվեն նյարդարմատները եւ իհարկե աճառային սկավառակները։ Առաջի իսկ ներարկումից հետո հիվանդը զգում է բուժման դրական արդյունավետությունը, ներարկումները կատարում են 3-ից 5 անգամ, կախված հիվանդության բարդության աստիճանից եւ հիվանդի ինքնազգացողությունից։ Կցանկանայի նշել, որ հիմա բժշկական կենտրոնը հայտարարում է ակցիա, կինեզոթերապիայի պրոցեդուրաները կկատարվեն 50% զեղչով, իսկ պլազմայի ներարկումները կկատարվեն ինքնարժեքով, այսինքն հիվանդները կվճարեն միայն օգտագործող սրվակների գումարը։ Շնորհակալություն, դե ինչ բացմի թողեք ձեր հնարավորությունը, իսկ մեր դեղատոմսերին կարող եք հետևել յուրաքանչյուր աշխատանքային առավոտ։ Այժմ կխոսենք հարկերի տրամաբանության, այսինքն տրամաբանության բացակայության մասին։ Փոքրիկ Մոնակոյում եկամտահարկ չկա, իսկ հարևան Ֆրանսիայում այն 75% է կազմում։ Սակայն ֆրանսիական օրենքը պարտադրում է նման հարկ վճարել 1 միլիոն եվրո եւ ավել եկամուտ ունենալու դեպքում միայն։ Այդ դա է պատճառը, որ Ֆրանսիայից բոլոր միլիոնատերը, այսպես ասած, քոչում են։ Քոչել են նաև ժամանակին մեր հայրենակից Շարլ Ազնավուրը, որտեղ վայքես բան, ինչքան աշխատեց, որպեսզի նրանց բերանը փակեց, եւ նա տեղափոխվեց Շվեյցարիա։ Վերջին շրջանի կոմունալ հարկերի ամենամեծ անկումը գրանցվել է Ալբանիայում։ Այնտեղ 30%-ով նվազել է էլեկտրաէներգիայի սակագինը, փոխարենն ավելացել են սոցիալական հարկերը, կենսաթոշակային պարտադիր վճարները եւ այլն։ Միևնույն սկզբունքով 15%-ով էժանացել է Մալթայի եւ Կիպրոսի էլեկտրաէներգիայի վճարները։ Այսօր ի դեպ աշխարհում նշվում է էլեկտրաէներգիայի խնայողության միջազգային օրը։ Այս տոնին անդրադարձել է նաև մեր հաջորդ տեսանյութը, որը Դա չի նշանակում, որ դուք պետք է հեռուստացույցը անջատեք, ոչ, հաստատ զուգարանում լույսը վառա։ Գնացեք, անջատեք, ու եկեք նայեք, օքեյ։ Գնացեք։ դիտենք տեսանյութը։ Գերմանիան աղքատ է բնական ռեսուրսներով, Գերմանիան հարուստ է աղքատ հանքավայրերով։ Խորհրդային Միությունը հարուստ է բնական պաշարներով, դրանք անսպառ են եւ երբեք չեն վերջանա։ Իրար հակադրվող լոզունգներ, որոնք ստեղծեցին համանման սպառողներ եւ տնտեսական համակարգեր։ Իսկ արդյունքն ու հետևանքը ակնհայտ է։ Բավական է նայել Գերմանիայի եւ հետխորհրդային երկրների տնտեսական աճին։ Քանի դեռ գերմանացիները ռեսուրսները խնայում են եւ անթափոն յուրացնում, խորհրդային տարիներից մինչեւ հիմա մենք ու բոլոր հետխորհրդային երկրները անխնա եւ ոչ ռացիոնալ յուրացնում ենք բնության բարիքները։ Մինչդեռ խնայել միշտ է պետք եւ ամենուր։ Եվ նույն անխնա մոտեցման արդյունքում է, որ համաշխարհային օրացույցում կարմիր օղակով եւս 1 օր ավելացավ՝ նոյեմբերի 11, էներգախնայողության միջազգային օր։ Օրվա հիմնական նպատակն է ուշադրություն հրավիրել ռեսուրսների օգտագործմանն ու էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացմանը։ Որոշումն ընդունվել է 2008 թվականի ապրիլին Ղազախստանում։ Որոշումն անմիջապես ողջունեց 20 երկիր եւ այն ստացավ միջազգային կարգավիճակ։ Իսկ ինչուն պարզ է, էներգիա խնայելը յուրաքանչյուրիս ու բոլորիս շահերից է բխում։ Մեր գրպանի, մեր տան, մեր երկրի ու մոլորակի ապագան է խաղաթղթին։ Աշխարհի շատ երկրներում դա վաղուց են հասկացել եւ արդեն լուրջ քայլեր են ձեռնարկում։ Եթե խոսենք թվերով, ապա Գերմանիայում էներգիայի ծախսը ջեռուցման համար կազմում է 80 կիլովատ-ժամ մետր քառակուսի, Շվեյցարիայում 55 կիլովատ-ժամ մետր քառակուսի։ Այն դեպքում, երբ հետխորհրդային երկրներում, այդ թվում Հայաստանում, այն 2-3 անգամ ավելի է։ Ի դեպ, Հայաստանի տարածքն ամբողջապես էլեկտրաֆիկացված է։ Բոլոր տնային տնտեսությունները հիմնականում ունեն որակյալ եւ մատչելի հասանելիություն։ Իր որակով չի զիջում նաեւ
բազմազավիկացումը, սակայն Հայաստանում էներգախնայողության եւ էներգաարդյունավետության մակարդակը շարունակում է մնալ ցածր։ Զուգահեռ մեր երկրում մեծ է կորուստների ցուցանիշը։ Օրինակ, էլեկտրաէներգիայի համակարգում կորուստը կազմում է 12.4%, իսկ ջրամատակարարման համակարգում մինչև 80%։ Մինչդեռ զարգացող գիտությունը էներգիայի այլընտրանքային մի շարք աղբյուրներ է առաջարկում՝ արևային, հողմային, գեոթերմալ, ջրասնային, նաև փոքր հեկերի էներգիա եւ բիոգազ։ Մեր դեպքում առավել իրատեսական է արևային էներգիայի կիրառումը։ Համեմատած այլ ուղղությունների հետ այն թանկ է, սակայն հեռանկարային։ Միայն 1 կիլովատ հզորությամբ սարքի աշխողությունը 100 ԱՄՆ դոլար է, սակայն արդյունքում ստացված էներգիան ավելի մատչելի է՝ 32 լումա 1 կիլովատ-ժամի դիմաց, ինչը մոտ 100 անգամ ավելի էժան է էլեկտրաէներգիայից եւ գազից։ Այս մասին մտածելուց բացի նաև այս ուղղությամբ գործել է պետք։ Գործել գոնե մասնակցելով մոլորակի ժամ համաշխարհային ակցիային։ 2007 թվականին առաջին անգամ Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում 2 միլիոն մարդ միաժամանակ անջատեց լույսերը։ Հետո տարեստարի ակցիային միացող քաղաքների թիվն ավելացավ՝ Լոնդոն, Պեկին, Ռիո դե Ժանեյրո, Հոնկոնգ, Դուբայ, Հռոմ, Լաս Վեգաս, Մոսկվա։ Ակցիային միացան նաև Ռիո դե Ժանեյրոյի Քրիստոսի հսկայական արձանը, Սիդնեյի օպերայի շենքը, Տորոնտոյի CN Tower հեռուստաաշտարակը, Ֆեդերացիա աշտարակը Մոսկվայում եւ այլն։ Հայերս էլ արդեն մի քանի տարի է մասնակցում ենք ակցիային, բայց մեզնից քանիսն է կամովին անջատում իշտան բոլոր լույսերը ու գոնե 1 ժամ կամովին նստում մթության մեջ։ Սա իմիջիայլոց, այս մասին եւս մեկ անգամ մտածելու համար։ Մտածելու համար նաեւ, որ ի վերջո անկախ բոլոր սահմանային պատերազմների աշխարհը մեկ ընտանիք է եւ մոլորակը բոլորինս է։ Իրինամ Կրչյան, Առավոտը շանթում։ Մենք միշտ լսել ենք, որ Հայաստանը աղքատ է եւ չունի բնական ռեսուրսներ, բայց Հայաստանը ունի քամի եւ ունի արև, սիրելիներս, ես համոզված եմ, որ մի օր մենք բոլորս կանցնենք այդ ամենից էներգիա ստանալու։ Այո, մոլորակը բոլորինս է եւ պետք է փորձենք խնայել այն ռեսուրսները, որ մոլորակը մեզ նվիրում է։ Այս պահին մեր եթերում կոմերցիոն դադար է։ Գովաստ։ Չմոռանանք, որ այսօր շոփինգի օրն է նաև միջազգային եւ կանանց ամենասիրելի օր է զբաղմունքը։ Եվ կանայք խանութներում են անցկացնում կյանքի մոտ 25300 ժամերը։ Իսկ արձակուրդին կամ տոներին լավ տեսք ունենալու համար գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն ավելի շատ գումար են ծախսում հագուստի եւ աքսեսուարների վրա, քան բուն արձակուրդի եւ տոնական սեղանի։ Դե համենայն դեպս շոփինգի վրա ծախսերը ավելի հաճելի է, քան թե խոհանոցում։ Պարզ է, բավարար։ Կանանց գնումների առաջնահերթությունը գրեթե բոլոր երկրներում այսպիսին է։ Առաջին տեղում գտնվում է սննդամթերքը, հետո կոսմետիկան, ներքնազգեստը, կոշիկները, հագուստը, պարագաներ, տան համար, որոնց մեծամասնությունը տղամարդիկ անպետք են կոչում, երբեմն չեն էլ նկատում, թանկարժեք զարդեր եւ անշարժ գույք։ Ես շոփինգից կանայի սննդամթերքը, որտեղ տղամարդիկ են դրանով զբաղվում, դեռ ավելին, տղամարդիկ ավելի հաճախ են սննդամթերքը գնում, քան թե ով է ավելի հաճախ դրանով զբաղվում։ Ես երբ կանանց մասնեխոս խալաթ եմ արել, կներես։ Չէ, խալաթ է, վերջ, կներես, մեղավոր եմ, այո։ Վիճակագրությունը փաստում է, որ կանանց 70%-ը գնացը տուն բերելուց հետո խիստ զարմանում է ինքն իր վրա, քանի որ հայտնաբերում է ընտրած ապրանքի պակաս գրավիչ կամ օգտակար լինելը, սակայն։ Գիտեք, ցավը տան, դրա համար ասեմ, դրա համար կանայք մեզ իրենց հետ չեն տանում խանութ այդ շոփինգերը, որովհետև կասենք, աղջիկ ջան, ես ինչի ես առնում, ուզում եմ, հետո Վեր Սերգեյ։ Հələ ուր ես, եկան խոսեի, եկան ու եթերա չեմ ուզում սաղ ասեմ ինչ մտածում եմ։ Սակայն մեծամասնությունը հիշելով գնումներից ստացած հաճելի զգացողությունների մասին մոռանում է զուր ծախսի մասին։ Հաճելի զգացողությունը քեզ համար հոգնոջ հաճելի զգացողությունը մի թե ավելի կարևոր չէ, քան այդ X գումարը։ Իհարկե կարևոր է, եւ երբ որ դու գիտես, որ եթե կինը սարսափելի տրամադրություն ունի գիշերը եւ դա ուրեմն առավոտը ինչ որ ուզում էր պիտի առնել, չի առնել։ Դրա համար ջայնամ թո ինչ ուզում առնի սուպուս արեք, բրցեք ամեն ինչ գործ ունեք։ Շատ լավ, շոփինգի օրվան է նվիրված մեր հաջորդ տեսանյութը, որն առաջարկում ենք ձեր ուշադրությանը։ Եթե մտնում եք վաճառակետ առանց իմանալու, թե ինչ պետք է ձեռք բերեք, գնում եք իրեր, որոնք չեք էլ պատկերացնում ինչի հետ եք համադրելու, ճամփորդության համար ամիսներով խնայած գումարը 5 րոպեում ծախսում եք նոր մոդելի հեռախոս ձեռք բերելու համար, տուն հասնելուն պես խղճի խայթ եք զգում, բայց շարունակում եք երազել նոր գնումների մասին, ուրեմն դուք շոպոգոլիկ եք եւ ունեք օնիոմանիա։
Օնեոմանիա բառը հունարենից թարգմանաբար նշանակում է խենթ գնումներ։ Շոպոգոլիզմ հիվանդությունն առաջին անգամ հայտնաբերել է գերմանացի հոգեբույժ Էմիլ Կրեպելինը։ Նա բացահայտեց, որ գոյություն ունի կախվածության մի տեսակ, որը շատ նման է թմրամոլությանը՝ կախվածություն գնումներ կատարելուց։ Այդպիսի մարդիկ մինչև վերջին դրամը իրենց պատրաստ են վատնել հագուստի կամ այլ գնումների վրա։ Բացի դրանից նաև հետագայում նրանք ունենում են մեղքի զգացում ընտանիքի անդամների, նաև իրենց նկատմամբ, ինչու համար, քանի որ նրանք ունենում են բավականաշատ պարտքեր, որպես կանոն, որը տանում է նաև նրանց դեպրեսիայի։ Ես Լիան եմ, շոպոգոլիկ եմ։ Փողերը պետք է երևացող տեղում պահել, այն է զգեստապահարանում։ Լիա Քոչարյանը հենց այս սկզբունքով է առաջնորդվում։ Մեր հերոսուհին էլ վատ տրամադրության դեմ պայքարի լավագույն տարբերակը շոփինգն է համարում։ Խոստովանում է, հագուստի խանութ մտնելիս միանգամից արագանում է սրտի աշխատանքը, գնումներ կատարելիս լիցքաթափվում է, ավելի ինքնավստահ դառնում։ Լիան գտել է շոպոգոլիզմի ամենադրական կողմը։ Այս մոլուցքը մոտիվացնում է ավելի շատ գումար վաստակել։ Ինձ թվում է ադրենալինը բարձրանում է միանգամից, անգամ եթե շատ ինչ-որ իրավիճակներ են լինում, տխուր ես լինում, կարող ես միանգամից պայծառանալ շոփինգ անելուց, քանի որ տարբեր զգեստներ, գույներ, մարդկանց տրամադրություն տեսնելով չես կարող դու վատ լինել։ Ամեն օր այդ վիճակն է ինձ մոտ, զարթնում եմ ու տեսնում եմ, որ ես էլի բան չունեմ հագնելու, բայց զգեստապահարանս բացում եմ, լիքը շարը։ Վիճակագրական տվյալների համաձայն մոլորակի բնակչության շուրջ 30%-ը շոպոգոլիկներ են, նրանց մեծ մասը կանայք են։ Հետազոտությունները փաստում են, որ շոպոգոլիկ կանայք գնումների մասին մտածում են այնքան հաճախ, որքան տղամարդիկ սեքսի մասին, ժամում 60 անգամ։ Շոպոգոլիկների թվի աճին մեծապես նպաստեցին սոցցանցերը։ Այսօր յուրաքանչյուր ոք այս հարթակում ինքնագովազդով է զբաղվում։ Հետաքրքիր լինելու համար անհրաժեշտ է ամեն օր նոր լուք ներկայացնել, նոր մոդելի հեռախոսի մասին մեկնաբանություն թողնել եւ իհարկե նոր գնված ավտոմեքենայի մեջ սելֆի անել։ Երբեմն ծնողները, երբ որ աշխատանքի են լինում կամ բավականաչափ ժամանակ չեն հատկացնում երեխաներին, ինչ է կատարվում։ Դրանից հետո փորձում են իրենց սերը կոմպենսացնել ինչ-որ նվերներ երեխաներին գնելով, հագուստներ, խաղալիքներ եւ այլն։ Դրանից հետո արդեն հասուն տարիքում, երբ որ երեխան ունենում է այդ զգացումը սիրո պակասը, ինչ պետք է անի, այսինքն ի սկզբանե սովորեցրած է, որ մենք սիրո պակասը լրացնում ենք ինչով՝ հագուստով, գնումներով։ Կանայք մեկ տարվա ընթացքում 49 ժամ անցկացնում են վաճառակետերի ցուցափեղկերին նայելով։ Հմուտ մերչենդայզերներն էլ այս փաստն օգտագործում են յուրաքանչյուրից ներսում քնած շոպոգոլիկին արթնացնելու համար։ Հաճելի ռիթմիկ երաժշտություն, գեղեցիկ լուսավորություն, սլացիկ կազմված ցուցադրող հայելիներ, վաճառողների հաջողախոսություններ եւ դու արդեն ծուղակում ես։ Որից մեծ տարածքներում քիչ ապրանք պետք է ներկայացվի։ Օրինակ հագուստի դեպքում, հագուստի վաճառքի դեպքում ապացուցված է, որ մոտավորապես 1 քառակուսի մեջ, 1 քառակուսի տարածքում 1-1.5 ապրանք պետք է ներկայացվի արդյունավետ վաճառքի համար։ Սրանքում մենք ամեն օր ստիպված ինչ-որ որոշումներ ենք կայացնում տարբեր թեմաներով եւ մի հատ էլ էլի բարդ որոշումներ կայացնել սրահներում մարդիկ չեն ուզում։ Հետո որ ուզում են հեշտ մատուցված լինի ամեն ինչ։ Սուպերմարկետներում բնական է դիտարկվում, որ արագ են շարժվում սպասարկողները։ Բրենդային խանութներում, եթե նկատել եք, ամեն բրենդային խանութում սպասարկողները նույնիսկ դեմքի արտահայտությունները կարծես բրենդի նման լինի, ասենք իրենց պահվածքով կարծես բրենդի նման լինի։ Ինչու է այդպես, որովհետև մարդը կենտրոնական էմոցիոնալ ամենակարևոր օղակն է սրահում։ Ապրանքը ներկայացնելուց չպետք է ներկայացնենք, չպետք է պատմենք ապրանքի մասին, պետք է խոսել, պատմել խնդրի լուծման մասին, թե ինչ խնդիր է լուծում այդ ապրանքը։ Այսինքն հաճախորդը չի գալիս առնելու ջինս, հաճախորդը գալիս է առնելու ինչ-որ խնդրի լուծում իր համար, չէ՞, օրինակ ինչ-որ առիթների համար ջինս կամ օրինակ առօրյա ջինս եւ այլն։ Այստեղ ամեն բան մտածված է, բույրերից մինչև ապրանքանիշերի գույներն ու ձևեր, գումարած ամեն քայլափոխի հանդիպող կայթակղիչ կարգախոսները։ Դու դրան արժանի ես, դու կարող ես դա քեզ թույլ տալ եւ այլն։ Կարճ ասած, մենք փորձում ենք գնել մեր անկատար երազանքները։ Հալիները միշտ հուշում են, որ ինչ-որ ուղղելու բան կա։ Ինչ-որ ուղղելու բան կա ծեր մոտ, էլի, այսինքն նայում են, զգում են, որ ինչ-որ բան կարելի ուղղել։ Դրա համար է հալիները հաճախ օգտագործվում։ Երբ որ դոլարի նշան է լինում, մարդու մոտ ավելի թանկ պրոդուկտի տպավորություն է թողում։
Այսինքն պետք է չլինի բանը, դոլարի նշանը պետք է չլինի, թվերը պետք է ջարդած լինեն իրարից, երբ որ ջարդած են լինում, այսինքն կետով, ստորակետով իրարից բաժանած, ավելի փոքր են թվում, ավելի հեշտ է անցալելը եւ այլն, շատ սկզբունքներ կա։ Ինչ գույնով պետք է գրվի, զեղչը սկզբից գրվի փոքր վերևը ջնջված, տակը մեծ գրվի իր ներկա պահի գնի մասին եւ այլն, կայմ գնի սկզբունքը կա, կայմ գնի սկզբունքով, այսինքն սկզբում ներկայացնում ենք, երբ որ մտակ սրա, առաջին ներկայացնում ենք թանկ պրոդուկտները, ինչու որտեղ դրանից հետո մնացած պրոդուկտները բոլորը մաչել են երևում։ Այսուհանդերձ, ինչպես յուրաքանչյուր հիվանդություն, շոփոկոլիզմը եւս բուժելի է։ Նախ շոփինգի գնալուց առաջ անհրաժեշտ է հստակեցնել նպատակը, ինչ ենք ձեռք բերելու, ինչու եւ երբ ենք այն կիրառելու։ Ցուցակ ենք կազմում եւ ուղևորվում վաճառակետ։ Իդեպ աշխատավարձ ստանալու օրը գնումների գնալ չի կարելի։ Երջանկության հորմոնների մեծ ներհոսքը մթագնում է տրամաբանությունը։ Այս պատճառով է, որ մարդիկ իրենց ամսական գումարի զգալի մասը ծախսում են հենց աշխատավարձ ստանալու օրը։ Եթե այնուամենայնիվ մոլուցքից ազատվել չի հաջողվում, անցեք պլան B-ին, գտեք մեկ այլ մոլուցք, առավել օգտակար եւ պակաս ծախսատար։ Տաթև Ախայան, Արթուր Մկրտչյան, Առավոտը Շանթում։ Այո, շոփինգն իրոք կփրկի աշխարհը։ Այո, հիմա մի փոք կփրկի տղամարդկանց, գոնե այդ 2 ժամը դուք ասենք մեզ վրա չեք խոսում։ Մի խոսքով խոսենք ավելի լավ է աշխարհի ամենազարգացած քաղաքների մասին, երես խոսքը իհարկե Գյումրի եւ Վանաձորի մասին չի, դե պարզ է որ զարգացած է, հիմա խոսենք ասենք Սիդնեյի մասին։ Վերջին ուսումնասիրությունից հետո աշխարհի ամենազարգացած քաղաքների լավագույն տասնյակը գլխավորել է Սիդնեյը։ Հարցվածների կարծիքով այն իր քաղաքացիներին ապահովում է կյանքի իդեալական պայմաններով։ Ամեն ինչ հասկանում եմ եւ այդպիսի քաղաքում ապրելուց չես ափսոսում ինչ որ ասենք չգիտեմ տուկ անվելուց կամ որևէ ասենք վճարում անելուց իսկ մեր քաղաքում դա ամեն վարքյան քեզանից փող են կորզում ասում ես լավ ինչի համար Սիդնեյին հաջորդում են Վիեննան եւ Ցյուրիխը։ Ամենազարգացած քաղաքների տասնյակ են մտել նաեւ Տորոնտոն, Ստոկհոլմը, Էդինբուրգը, Մոնրեալը, Հռոմը եւ Վանկուվերը։ Մարդ պետք է իր քաղաքում զգա այսպես ասած լավ, կոմֆորտ Տասնյակն էլ Սերգեյ եզրափակում է Կոպենհագենը։ Ահա, դա էլ է։ Վերադառնանք Հայաստան եւ հիշենք, որ այսօր էլեկտրախնայողության միջազգային օրն է եւ մեր հաջորդ ստուգեք, մի վարքյան ստուգեք, որ սենյակում է լույսը վառ, գնացեք հանգցրեք ավելորդ լույս, այո։ Ջուրը բաց փակեք եւ այլն։ Էներգախնայողության ասպարեզում սպասվելիք փոփոխությունների մասին այժմ կպատմի տեսանյութը։ Գնացիք տեսնեք, ինչ փոփոխություններ պիտի լինի մի հատ։ Այսօրը ցերեկով լույսեն չի գվառեն, իրանսա որ մենք հլը զաքսով բաժնված չենք, որ կբաժնվիք հետո ինչքան կուզե վառեն։ Իրանսա քեֆս ինչքան կուտա, այդքան պիտի վառեմ, ադիգի մանձնական գործն է։ Լսի ինգեր, դու լուսի մարդն ես։ Հա, լուսի մարդն եմ, երեխեքին լույս կուտա։ Մեր չսպասված հյուրը լույս բերող տանողը, թվեր գրող կամ նկարողը, լույսի մարդ, մարդով մեր կյանքում գուցե շուտով էլ չլինի։ Տեսուչ հասկացողությունը ոչ թե կվերանա, այլ տեսուչները ավելի այն մարդիկ, ովքեր ավելի շատ պատրաստված կլինեն, իրենք կլինեն արդեն որպես համակարգի սպասարկող անձնակազմ։ Ու իրանք այլևս չեն ունենալու այն հնարավորությունները, որը ունեն այս պահին։ Այսինքն բացեն, հաշվիչները բզբզեն, ժողովուրդներ նայի, կասկածներ առաջանա իրանց մոտ, ասեն, ես ինչ են անում։ Լույսի մարդ էլ չունենալու մտքին կարծես թե դեմ չեն բնակիչները։ Դե հիմա ամեն դեպքում ինչքան էլ չկասկածես, մի բան մտքովս անցնում է, ստացում է։ Ասեն, եթե մեկը չկասկած, մի 5 հոգին կկասկածի, չունեմ։ Լավ, հիմա խիղճը հանգիստ գիտես ինչքան վառելու ես, այնքան մուծում ես, ոչ մեկի վրա չես կասկած։ Դեմ չեն նաև նոր հաշվիչներին, որոնք թափանցիկ են լինելու այսուհետ բոլորի մասներով միաժամանակ լույսի մարդու գործառույթն են անելու։ Այդ համակարգը ունի հնարավորություն անջատել, այսինքն ավտոմատ կերպով չվճարելու պարագայում բաժանորդին անջատելու։ Հաշվիչների այդ արգելներում տեղադրված է լինելու նորմալ ավտոմատ անջատիչներ, նորմալ լարեր, նորմալ ամեն ինչ, այսինքն վթարների արգղների հետ կապված վթարները նվազեցվելու են մինչև մինիմալի։ Եվ ամենակարևորը, որ բաժանորդը դիմում է մեզ, մենք տալիս ենք մշտադիտարկման հնարավորություն եւ բաժանորդը կարող է տնից համակարգչի միջոցով կամ սմարթֆոնի հեռախոսի միջոցով
հանգիստ ամեն օրվա 30 րոպե կտրվածքով իր ծախսերը նայել։ Իմ կարծիքով շատ լավ է։ Այո, նոր տեխնոլոգիաները չշրջանցեցին նաև այս ոլորտը։ Փոխարենը տանը նստած յուրաքանչյուր կես ժամը մեկ կարող ենք ստուգել մեր հաշվիչը ու չկասկածել մեր հարևաններին կամ լույսի մարդուն ձախ լարանցումների մեջ։ Android Google Play Store հավելվածից Google Play Store-ի միջոցով ներբեռնում ենք Pyramid Client անգլերեն տառերով, Pyramid Client հավելվածը, մուտքագրում ենք գաղտնաբառն ու մուտքանունը, որը որ կտրամադրվի Հայաստան էլեկտրական ցանցերի կողմից եւ կարող է մտնել համակարգի մեջ բաժանորդը եւ նայել հետեւյալ տվյալները։ Իր հաշվիչի վերաբերյալ տեղեկություններ, այսինքն հաշվիչի համար, երբ է տեղադրվել, ինչ երկտարիֆային սանդղակով է օգտվում, ցուցմունքները, այսինքն ընտրված ժամանակահատվածի համար, նայեք ժամանակահատվածը, որ ընտրում եմ նախորդ շաբաթ, նախորդ ամիս կամ դուք եք ընտրում ինչ խորությամբ, կարող է տեսնել տվյալ օրվա 12:00 գիշերվա 12:00-ի դրությամբ գիշերային ցերեկային ծախսերի տարբերությունը եւ իր կողմից սպառած էլեկտրաէներգիան։ Ինչպես նաեւ ամենահետաքրքիրը, բաժանորդը կարող է 30 րոպե կտրվածքով, նայեք 2:30, 3:30 իր կողմից սպառված էլեկտրաէներգիայի քանակությունները տեսնել։ Սակայն այդպիսի հնարավորություն դեռ ունեն միայն Երևանի բնակիչները, այն էլ դեռ ոչ բոլոր վարչական շրջաններում։ Մինչև դեկտեմբեր Էրեբունի, Շենգավիթ, մեկ էլ Արաբգիրի Քանաքեռի հատվածի որոշ ենթականներ, որոշ փողոցներ ներառել համակարգի մեջ, հաջորդ տարի բնականաբար դա կշարունակվի, կշարունակական բռնվի։ Հետո հերթը կհասնի նաև այլ մարզերի ու բնակավայրերի։ Այլ մարզերում ու բնակավայրերում էլ լույսի մարդուն կփոխարինեն սմարթֆոնները, եթե իհարկե երևանյան փորձն իրեն արդարացնի։ Դրանում թեպետ ոլորտի մարդիկ արդեն չեն կասկածում։ Նախատեսվում է այդ համակարգի ներդնելը Երևանին գից շրջաններում, այսինքն Արմավիրի մարզում, Արարատի մարզում, ու արդեն կապված նրանից, թե որտեղ նպատակահարմար կգտնեն այդ համակարգը։ Այս փոփոխության մեջ սակայն բոլոր ակնկալվող դրական հետևանքներից ամենադրականը թերևս այն հանգամանքն է, որ այս հաշվիչները մենք չենք ներմուծում, այլ ինքներս ենք պատրաստում, գործի դնելով մեր գիտական ներուժը եւ նվազեցնելով գործազրկությունը։ Իրինա Մկրտչյան, Արթուր Մկրտչյան, Առավոտաշանթում։ Իհարկե դա ապագայի բան է, բայց լավ կլներ իհարկե որ այս ներդրումը չարվեր բնակչության հաշվին։ Ես կարծում եմ բնակչության հաշվին չի լինի, այնպես ինչպես ասենք բնակչության հաշվին ներդրում արեցին կարմիր գծերը, այդ ասենք այս նկարանող սարքերը եւ այլն, իսկ հիմա պարզմոր բյուջե է դալ, միջև մի կերան մի բյուջե է դալ, ջոգում ես։ Այս շատ լավ է որ այս սարքերը ստեղծվում են Հայաստանում, այսինքն մենք չենք ներկրում եւ Հայաստանից դուրս ոչ մեկին չեմ հասկանում։ Բայց դա իհարկե ապագայի բան է, որտեղ դեռ գյուղերում եւ մարզերում, ասենք այդ մինչև դեկտեմբեր հետո վստահ ենք որ ամեն ինչ լավ կլինի եւ սա եւս կինտեգրվի մեր կենցաղ, նկատված մեր եթերում։ Ամերիկյան պարբերականներից մեկը որոշել է պարզել, թե որն է ամենաիսպես քաղաքավարի քաղաքը։ Որտեղ են ապրում ամենաքաղաքավարի մարդիկ։ 35 երկրների 36 քաղաքներում կատարված փորձերը ցույց են տվել, որ ամենից քաղաքավարի մարդիկ Նյու Յորքի բնակիչներն են։ Փորձի ընթացքում 90%-ը ճանապարհ է տվել շտապողներին, վաճառողների 85%-ը շնորհակալություն է հայտնել գնումների համար, տղամարդկանց 63 եւ կանանց 47%-ն էլ օգնության է հասել դրա կարիքն ունեցող անցորդներին։ Այո, սիրելիներս, բայց Նյու Յորքում չկան հանրային զուգարաններ, այսինքն շատ քիչ են եւ կարիքի դեպքում չես կարողանում մտնել յուրաքանչյուր կաֆե, այսպես ասած սրճարան եւ կարիքների թոքած, ինչը չես կարող ասել Լոս Անջելեսի մասին։ Մեր հաջորդ տեսանյութը նվիրված է հարաբերությունների որակին, Սերգեյ։ Շատ լավ, Անի։ Մենք երևի դիտենք, մեզ համար շատ կարևոր է։ Այո, դիտենք իհարկե, այո։
Սոն, աչքերը սև, բեխերը սև, ունքերը սև։ Կոֆեդ նրան, հանգստի օրը նրան, ինչ որ կա նրան ու նրան։ Բա լսեցի Գասպարն այսօր հետս ոնց կռվեց։ Եթե տարիներ առաջ առավոտյան թարմ սուրճը լավ հարևանի հետ ավանդույթ էր եւ օրը սկսելու պարտադիր տարբերակ, ապա հիմա շատերիս համար սա բարի հիշողություն է, իսկ ժամանակակից մարդու արդարացումը կարճ է, ինչպես նրա ունեցած ժամանակը։ Գնացինք։ Չեմ կարող, Սամսոն ջան, ժամանակ չկա։ Պետք եղած ժամանակ իրար օգնում ենք, բայց ավելորդ անգամ սուրճ խմելուն ժամանակ չունենք։ Մարդիկ դարձել են մի տեսակ ինքնափոփ, մտել են իրենց պատյանի մեջ։ Նախքին, ասենք, այդ բակային ջերմությունը, բանը չկա, համայնքային ապրելակերպը զիջել ենք կապիտալիստական աշխարհում արդեն ձևավորված հարաբերությունների այս վճարումից այն վճարումը։ Լավ հարևանը բարեկամից էլ լավն է եւ իսկականից է տենց էր։ Իսկ հիմա մարդիկ հերույացել են իրարից։ Միշտ շտապող ու քիչ բան հասցնող միանգամից այստեղ, այնտեղ ու ամենուր։ Իրականում մերօրյա մարդկային հարաբերությունների որակը ոչ ընկել, ոչ էլ բարձրացել է, այլ ստացել է 21-րդ դարի մարդու դիմագիծը։ Ոչ միայն կարելի ասել էգոիստ է, այլ նաև ռացիոնալ մարդ է, որի վրա կառուցում է ժամանակակից հասարակություն։ Դիտելով արժեքները որպես սպառման օբյեկտ, մենք նաև մարդկանց ենք դիտում որպես սպառման օբյեկտ, այսինքն մենք մարդկանց հետ շփվելուց հարց ենք տալիս մեզ, ինչի համար է դա պետք։ Բոլորը շահի վրա են հիմնված հիմա, բոլորը։ Երևի մի 5% է այդպիսի չլինի։ Նախկինում միգուցե մենք մտածում էինք, որ որքան լավ է, որ այդ մարդը կա իմ կյանքում։ Այսօր մենք ասում ենք, որ ինչի համար է դա պետք, ինչ եմ ես դրանից ստանում, եւ ընդ որում ստանալը անպայման չէ, որ լինի նյութական։ Ինքնահաստատումը, տեղը հասարակության մեջ, պաշտպանվածության զգացումը եւս այդ ստանալն է։ Եթե փորձենք մտածել արդյոք նախկինում այդպես չէր, նախկինում էլ էր այդպես։ Միգուցե նախկինում այդ ամբողջը չի եղել այդքան բաց։ Հետո այդ ինտերնետը մարդկանց դարձրել է, չգիտեմ, ռոբոտ։ Նույնիսկ հարազատները, բարեկամները զլանում են մեկը մյուսին այցելել։ Քիչ են հյուր գնում, քիչ են տոներ անում միասին, թեկուզ ընտանեկան հավաքույթներ։ Երբ խոսում ենք մարդկային հարաբերություններ կառուցելու որակից, մեր անցորդներից շատերն իրար կողքի են դնում ներկան ու խորհրդային անցյալը, եւ գրեթե միշտ այն ժամանակն ու այն ժամանակվա մարդիկ ավելի լավն են դուրս գալիս, ավելի մտահոգ ու ավելի անշահախնդիր, երբ ընկերներ են փնտրում կամ էլ ապագա ամուսին։ Առաջ նայում են նորմալ մարդկային որակներն էին նայում, մարդկային գիտելիքներն էին նայում։ Հիմա տես բան չկա։ Շատ բանապակասել։ Շահից ելնելով են ընկերություն անում շատերը։ Բոլոր դարերում են նույնը եղել է։ Ռացիոնալությունը չեզոք երևույթ է եւ ըստիս միշտ չէ, որ այն շահադիտական տեսք է ստանում։ Մարդ ավելի է հաշվարկող դարձել եւ այդ հաշվարկը շատ հաճախ ի օգուտ է արվում, ոչ թե ի վնաս։ Բնական է, որ մարդիկ միմյանց դիտում են որպես օբյեկտ եւ տնտեսական հաշվարկի մասնավորապես օբյեկտ, բայց մյուս կողմից մենք թևակողել ենք ամբողջ աշխարհի հետ միասին 21-րդ դար եւ 21-րդ դարի մարդը շատ հաճախ բնութագրում է որպես սպառող մարդ, ոչ թե ստեղծող կամ ոչ այնքան ստեղծող, որքան սպառող։ Խորհրդային շրջաններում էլ եղել են նման դեպքեր, բայց դրանք տոկոս չեն կազմել։ Միշտ եղել է շահադիտական այդ մղումը, որ այսպես ասած փողոցային լեզվով ասած, սա մեզ շատ պետքական մարդ է։ Հարուստի հետ մին ամուսնանան, չգիտեմ, որ ինչ որ ոչմ էլի կարճ ասած ունևորի հետ ունեն։ Ցավոք շատ է։ Կարևորը սերն է։ Եթե նախկինում մենք ունեինք փուլեր, երբ մարդն անվանվում էր բանական մարդ, homo sapiens, մարդ, որը ստեղծագործող էր եւ վերածնունդը ամբողջությամբ այդ մասին է, ապա այսօր երևի հաղորդակցական մարդու դարն է, երբ որ մարդ պակաս աշխատող է, բայց ավելի զվարճացող եւ զվարճացնող, ավելի խոսող, քան անող,
այդ կոմունիկատիվ ակտիվությունը փոխարինել է մարդու ռեալ իրական ակտիվությունը։ Եվ բնականաբար կոմունիկատիվ դաշտում ընկերությունն է փոխարինում իրական ընկերությունը։ Մեր ժամանցը հիմնականում այսօր կապակցում է վիրտուալ իրականության հետ։ Մինչդեռ նախկինում մենք փորձում էինք վայելել իրականությունը, կոնկրետ մարդկանց բնությունը։ Չէ, ժամանակ կարող է եւ կա, բայց այդ հերոստացույցը, համագարկիչը, այդ սախ ժամանակը խլում է։ Ական որ Facebook-ում տենց ես էլ ունեմ շատ ֆրենդներ Facebook-ում հենց ինքը, որ ռեալում չեմ տեսել, բայց իրենց հետ շատ մեծ հաճույքով շփվում եմ, բայց չէ, դրանք իմ կարծիքով իսկական ընկերներ չեն։ Իսկական ընկերների հետ դու պետք է հանդիպես, դու պետք է ժամանակ անցկացնես, ինչու ոչ գնաս խմես։ Այնպես որ մարդկային լավ հարաբերությունների մեխանիզմը գրեթե անփոփոխ է։ Ուղղակի միջոցներն են փոխվել՝ սոցցանցերով, հեռախոսով, բայց ցանկալի է իրական կյանքում մարդը միշտ միևնույն բանն է փնտրում՝ մեկին, որը կպատասխանի իր տված ջերմությանը, հուսադրող խոսքերին, հավատարմությանը, գովասանքներին, առողջ քննադատությանն ու նվիրած ժամանակին։ Ամեն ինչն է կյանքում շահ է, բայց երևի թե նկատի ունեն հենց նյութական շահ, հա, որ մարդիկ շատ հաճախ նյութի համար են իրար հետ շփվում։ Դա լավ չէ, ես կարծում եմ միշտ էլ դա եղել է, համենայն դեպս ընկեր ունենալը շատ լավ բան է, որ դու ուղղակի նստես իր հետ, թեկուզ փող շահավետ, այո, թեկուզ գործի բերումով կամ Երբ ձեզ միասին հաճելի է, դա ևս շահ է։ Դա էլ շահ է, իհարկե, օրինակ, արին շատ հաճելի է ինձ այդ շահը շատ, այո, բա ոնց։ Ավելավ հիշեն գործընկերոջի Սերգեյի։ Մեր հաղորդման հովանավորն է իմը ընտանեկան բժշկական կենտրոնը, որտեղ իրականացվում է բոլոր օրգանների համակարգչային ախտորոշում, անոթների դուպլեքս հետազոտություն, հոդերի սոնոգրաֆիա, էլեկտրոնեյրոմիոգրաֆիա, նյարդերի եւ մկանների ախտահարումները ախտորոշելու համար եւ վիտամին D-ի ախտորոշում արյան մեջ։ Այս ամենն իհարկե զեղչված գներով են անցկացվում, իսկ վահանաձև գեղձի ստուգումը, ողնաշարի զննումը եւ 4-ից 14 տարեկան երեխաների ճիճվակնության ստուգումը կատարվում է լիովին անվճար։ Իմա բժշկական կենտրոն հասցեն Հասցեն 33 մաշոսի 33 կոտորակ 1, իսկ հեռախոսահամարն է 50-80-50, կարող եք զանգարել, գրանցվել եւ առողջ լինել։ Մեր հաղորդման հովանավորն է նաեւ Ծաղկաձորի ոսկու աշխարհ հյուրանոցային համալիրը։ Հյուրանոցում գործում է մանկական խաղահրապարակ, լողավազան, խաղասրահ, բարձրակարգ համարներ եւ հանդիսությունների ամենամեծ սրահը։ Ամանորի տոներին ընդառաջ ամրագրեք ձեր տեղերը Ծաղկաձորի ոսկու աշխարհ հյուրանոցային համալիրում։ Այստեղ ձեզ սպասում է հեքիաթային շոու ծրագիր, համեղուտեսներ, անմոռանալի տպավորություններ ու լավ ամանոր։ Ոսկու աշխարհ հյուրանոցային համալիր հեռախոսահամարն է 010 58 30 06 ամրագրեք եւ անցկացրեք լավ ժամանակ։ Իսկ եթերն այժմ շարունակում է օրվա դեղատոմսը իր ժողովրդական խորհուրդներով, բաղադրատոմսերով, առողջարար նորություններով։ Այո։ Ինչ անել, ինչպես օգնել մեր օրգանիզմի, երբ դեռ վաղ առավոտից մենք զգում ենք ընդհանուր թուլություն, քնից նոր արթնացած արդեն մեր քունը տանում է։ Այս բոլոր հարցերի պատասխանները պարզենք Մարիամ Վահանյանի հետ։ Բարև ձեզ Տիկին Վահանյան։ Բարև ձեզ։ Եվ հաճախ է պատահում ու թերևս բոլորը կփաստեն, որ իրենց հետ գոնե մեկ անգամ պատահել է։ Առավոտ քնից դեռ արթնացած արդեն քնել են ուզում։ Եվ ոչ միայն յուրաքանչյուրը դա արդեն գիտի, որովհետև անգամ հիվանդանում են վիրուսային հիվանդությամբ, մանավանդ որ ցուրտ եղանակն է գալիս եւ ինչ խոսք տակ չհագնվելով կարող են հիվանդանալ, վարակվել վիրուսային հիվանդությամբ եւ իմունիտետը ընկնում է, առաջանում է ընդհանուր թուլություն։ Այս դեպքում սա իհարկե կարելի է անել յուրաքանչյուրին է ցուցված, նույնիսկ մինչև անգամ ինչքան մեծահասակ անգամ լինի, խնկեղեգի արմատը, ընդ որում խնկեղեգը իհարկե դառը թուրվ է առաջացնում, ուզում եմ ասել, այն պետք է հավաքել գարնանը, մանր 3-4 սանտիմետրով կտրատել, լվանալ եւ հետո անպայման չորացնել մութ եւ իհարկե արևի ճառագայթներից հեռու վայր եւ օգտագործել ինչպես վերցնում ենք
մեկ թեյ գտալ խնկեղեգի արմատ, իհարկե, լիքը վիճակում և վրան ավելացնում 300 գրամ ջուր, ընդ որում եռացրած ջուր։ Եռացրած ջուրից հետո անպայման, քանի որ արմատներն է սա, պետք է անպայման դնենք վաննայի մեջ, տաք եռացող վաննայի մեջ, որպեսզի նրա բաղադրությունը անպայման դուրս գա։ Քանի րոպե թողնել։ Վաննայի մեջ պետք է թողնել 10 րոպե, 15 րոպե, թույլ իհարկե կրակի վրա, և 15 րոպեից հետո վերցնելուց հետո պետք է թողնել 20 րոպե, որպեսզի լրիվ ամբողջությամբ իր միկրոէլեմենտները տա և քամել, օրը խմել 3 անգամ, ընդ որում ասեմ, որ 3 անգամ խմել իհարկե ուտելուց առաջ 100 գրամից և անպայման խորհուրդ եմ ես ուզում տալ, իհարկե չափից ավելի դառը թուրմ է, կարելի է մի փոքր մեղր ավելացնել, որպեսզի կարողանաք խմել։ Ընդհանուր դիմադրողականությունը բարձրացնելու համար նաև շատ անհրաժեշտ է բնական, իհարկե, ջրերից օգտագործված բաղադրությունը, ընդ որում պետք է օգտագործել ծիրանի ջիր, որը իր մեջ կալիում, կալցիում, մագնի է պարունակում, պետք է օգտագործել չամիչ, սև չամիչ, նաև իհարկե ընկույզ հնդկական, մեր սովորական ընկույզը և բացի այդ պետք է օգտագործել 2 լիմոն, ընդ որում յուրաքանչյուրը վերցնում ենք ընդամենը 100-100 գրամից և մեջ է ավելացնում 50 գրամ մեղր, բնական և իսկական մաքուր մեղր։ Այս բոլորը խառնելուց հետո, ընդ որում յուրաքանչյուրը պետք է լինի աղացած վիճակում։ Խառնելուց հետո մենք օգտագործում ենք օրը 1 ճաշի գթալ, հենց այդ պահից էլ կարելի է օգտագործել և հենց հաջորդ օրը իրենք կզգան, թե ինչպես է իրենց մոտ աշճանաբար և էներգիա առաջանում, և ընդհանուր թուլությունը վերանում, քնկոտությունը և ընդհանուր վիճակը կարգավորվում։ Իհարկե ես դա ասում եմ այն դեպքերում, երբ ընդհանուր թուլությունը առաջացել է ուղղակի մրսածությունից հետո, բայց եթե այնտեղ թուլություն կա վահանաձև գեղձի կամ այլ օրգանների հետ կապված, իհարկե դա պետք է դիմել բժշկի և էլի ավելի լավ հնարավոր միջոց, որ բոլորին կարելի է դա կատարել, վերցնում ենք վաննայի ջրի մեջ լցնում ենք ընդամենը 1 բաժակ քացախ, ընդ որում քացախը պետք է լինի մաքուր, խնձորի քացախ և վաննան լցնել ջրով, ընդ որում դա պետք է անել քնելուց առաջ և վաննայի ջրի ջերմաստիճանը 37 աստիճան, ընկղմվել մեջը մոտավորապես 20 րոպե, ոչ ավել, որպեսզի սրտի համար վատ չլինի և փաթաթվել անկողնում քնել։ Իհարկե անպայման պետք է մաքուր ջրով ցողվել այդ քացախաջուրը, որպեսզի չմնա մաշկին, առավոտյան կտեսնեն, թե ինչքան լավացել է իրենց ընդհանուր վիճակը։ Շնորհակալություն օգտակար խորհուրդների համար, դե ինչ հետևեք, պահպանեք ձեր առողջությունը և մի մոռացեք, որ կարևորը նաև օրը ժպիտով սկսելն է։ Առողջանալուց հետո ժամանակն է ընդմիջել եթերը կարճատե Գովազդով կոմերցիոն դատարկ։ Այո։ Ահա տեսակ գովազդից վերադարձանք։ Նոյեմբերի 13-ին Պուշկինի 3 հասցեում տեղի կունենա համերգ, որի ընթացքում հնարավորություն կունենաք ազգային երգերը վայելել Գարիկ Պապոյանի յուրատեսակ մշակմամբ։ Armenian Covers by Գարիկ։ Իսկ այս շաբաթ ժամը 20:20-ին Շանթի եթերում կարող եք նրանց համատեղ ելույթը վայելել Arena Live-ում։ Սպասող համերգների մասին րոպեներանց կխոսեն Գարիկի և Սոնայի հետ, բայց մինչ այդ առաջարկում ենք դիտել նրանց համատեղ կատարումներից մեկը։ Ահա այսպիսի ուրախ եթեր եմ սպասում։ Այսօր մեր տաղավարում են հաղորդավար հումորիստ երաժիշտ Գարիկ Պապոյանը եւ մեր շատ սիրելի երգչուհի Սոնա Ռուբենյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարի գալուս։ Մենք շատ ուրախ ենք, որ այսօր ձեզ հետ ենք անցկացնելու մնացյալ ժամանակը եւ այսպես համերգ։ Ինչ համերգ եմ սպասում, երբ, որտեղ, ինչու եւ այլն։ Համերգ եմ սպասվում
շատ յուրօրինակ համերգ է մեզ սպասում, ինչ եմ ասում յուրօրինակ, քանի որ ես էլ Սոնան էլ առհասարակ համերգային գործունեությանը ծանոթ են գոնե կողքից, որտեղ մեր ընկերները բոլորը ելույթ են ունենում կամ են գնում ենք հետևում ենք ակումբային համերգներին, փորձել ենք ակումբային համերգի տեսակի համերգ ստանալ, որը ռեպերտուարով կամ սաունդ կոչվածով կլինի ուրիշ, կլինի հետաքրքիր են մարդկանց, ովքեր մի քիչ ուրիշ բան են փնտրել այս ամենի մեջ, երկար ենք աշխատել, հաշվի ենք առել եւ խորհուրդներ, եւ պակասներ, եւ ավելներ։ Որպես լայվ կա հարցեր, ոչ միայն խորհուրդներ։ Սորա ջան, կամիզանա ճերմակ դոշուտ բանա, դա քո ինչ երկերու բանն է։ Ես կասեմ տղամարդը պիտի երկի, չէ՞։ Ինչ էր ասում։ Հիմնական ժողովրդական երկերը, քանի որ տղամարդիկ Հիմա լուրջ պատասխանելու ես այդ հարցին։ Մենք այս մասին կարծեմ մի փոքր խոսել ենք, բայց այդ ժամանակ Գարիկը չկար նախաձեռնության մասին։ Հիմա ուզում եմ մի փոքր Գարիկն ասի, երբ ծնվեց համատեղ այս նոր ոչ ասեմ, չգիտեմ ինչ ասեմ, այս երկերը նորովի ներկայացնելու ցանկությունը եւ ինչու միասին։ Ով ում առաջարկեց, ինչու եւ Փորձեմ շատ արագ ասել սա, ուրեմն այս նախաձեռնությունը ինքը ի սկզբանե եղել է հոբի, ի սկզբանե եղել է մի բան, որը ես սիրել եմ անել, այդ ժամանակի ընթացքում անդադ տարել եմ։ Ընկերների շրջապատը։ Ընկերների, մենակ, ես ընկերներ չունեմ։ Հալա, ասացա, օքեյ։ Չէ, իրոք, տենց հոբի տեսակին շո մի բան է եղել, ես այդ երկերը միշտ փոխել եմ, փորձել եմ փոխած ներկայացնել, հետո եկավ ժամանակ, որ Արամ Էմպետրի երկեց այդ երկերից մի քանիսը։ Քեզ ինչ ընկեր, այո, ճիշտ է։ Ու ընկերացանք տենց։ Տենց ընկերացանք, ով այդ երկրի երկում ընկեր անում եմ։ Արամ Էմպետրի երկեց մի քանի երկ վիտամին ակումբում, այնուհետև այդ պրոյեկտը ոչ թե վիտամին այլ այս երկերի պրոյեկտը ստոպ եղավ, որովհետև էլ ես չէի անում այդ երկերից, հետո Արամը արդեն առանձին համերգ ուներ ու շատ զբաղված էր, հետո վերջին տես 1 տարի առաջ էլի սկսեցի այդ բզբզալ նոր երկեր սկսեցի տենց քավերներ անել ու հասկացա, որ ես մենակ քավեր անելով չեմ կարող, որտեղ ես ինքս չեմ կարողանում երգել, ինձ պետք է մարդ, ով կկարողանա այդ երգերը շատ գեղեցիկ ներկայացնել ու բացի նրանից, որ այդ մարդը կլինի երգչուհի կամ երգիչ, նա պետք է նաև նվագել իմանա, որովհետև ուզում եի, որ բենդի մեջ ինքը նաև նվագել, եւս մեկ երաժիշտ լինել։ Շատ չփնտրեցի, որովհետև շատ չեն այդպիսի մարդիկ, եզակի Սոնա Ռուբենյանը, ով հրաշալի երգում է, շատ ճկուն երգչուհի է, այո, եւ նվագում է գերազանց։ Սոնա Ռուբենյանը։ Բրավո։ Սոնա ջան, իսկապես նվագում ես այնտեղ։ Լավն է։ Վախենում եմ լուրջ պատասխան։ Հա, օքեյ, օքեյ։ Կոնսերվատորիան ավարտել սովորում եւ այլն։ Կոնսերվատորիա ավարտող կա պաժարնիկը աշխատում։ Համաձայն եմ, չէ, դաշնակարու է նաեւ Սոնա Ռուբենյանը եւ թեթև տենց խզարկի մակարդակի մոտենում է դաշնամուրին։ Կոնսերվատորիան Չայկովսկու դպրոցում եմ սովորել դաշնամուրային բաժին։ Եվ բացի դրանից ունի դաշնամուր։ Այսինքն ես կասկած չունեմ որ նվագել գիտես, ուղղակի այս ֆորմատում նաև նվագում ես, եթե ուզում ասի։ Ահա, այդքան բան։ Այդքան մի բան։ Կլինեն Սոնա ու Գարիկ, թե Սոնա Գարիկ եւ ընկերներ։ Գարիկը չունի ընկերներ, Սոնա ընկերներ։ Ես երգում եմ, նվագում եմ, Գարիկը նվագում է եւ այս ամեն ինչը ստեղծել է, ունենք բաս գիտարահար եւ հարվածային գործիքներ, հա։ Դավիթ Գևորգյանը, որը Արա Գևորգյանի տղան է, մեր շատ սիրելի, ինքը հարվածային գործիքների վրա եւ Դավիթ Պարոնիկյանը, երիտասարդ շատ տաղանդավոր բաս գիտարահար, մեր խմբի եւս 2 անդամներ են։ Շատ լավ, Շատ լավ։ Համերգը լինելու է որտեղ եւ երբ եւ ժամը քանիսին եւ ինչպես գալ այս մասին էլ խոսենք։ Սոնան կիմանա։ Համերգը լինելու է։ Տոմսերով։ Համերգը լինելու է ամսի 13-ին, Կիրակի օրը, ժամը 7-ին վիտամին ակումբում, հասցեն Պուշկին 3։ Պուշկին 3։ Գան երկար ցանկի։ Տոմսերով հրավիրել, տոմսերով մի հատ հասկանամ ոնց են գնում։ Տոմսերը վաճառում են այնտեղ, որտեղ սովորաբար վաճառում են տոմսերը։ Տոմսերը վաճառում են Cult AM-ում եւ Tomsket AM-ում եւ նաեւ 099 28 58 26 հեռախոսահամարով։ Կամա քո համարն է։ Մենակ այդ դեպքում կարա իրան գինի։ Գան երկար ցանկի ժողովուրդ։ Ես հուսով եմ որ ճիշտ եմ ասել հեռախոսահամարը։ Հիմա եթե սխալա մեզ որ գտնենք մենք դες տոմսերը կասենք որտեղ։ Ամեն դեպքում կայքերից հաստատ որ ավելի հեշտ հնարավոր է գտնել։ Այո, իմ Facebook-յան էջի վրա է տեղադրված Սոնա, Facebook-յան էջում բոլորի ովքեր մեզ ճանաչում են ունեն Facebook-յան էջեր եւ այնտեղ տեղադրված է։ Բոլորն են ճանաչում, շատ է շեգնեն
են տոմսերը։ Երկացանքը ինչ երգեր են բացի Քամինզանա։ Այս շատ եմ սիրում այս հարցը, որովհետև շատ ժամանակին երբ որ cover-ները անում էի, այն ժամանակ մենակ Ռաբիզ երգերի cover-ներ էր։ Հիմա բացի Ռաբիզ երգերից որոշեցինք ոչ թե խորագրենք դա, որ ինչ որ երգը դուրներս չի եկել, փորձում ենք լավը դարձնել, այդպես չի։ Մենք ուղղակի փորձեցինք անդրադառնալ այն երգերին, որոնք փոխած կամ հետաքրքիր են հնչում, կամ շատ լավն են եղել իրեն ժամանակին ու հիմա էլի ապրելու իրավունք ունեն ու պետք է իրենց մասին հիշել։ Սկսեցի մտածել, լավ, ժողովրդական երգերը կարելի է փոխել, բայց Ռաբիզը սրբություն է, դու ոնց ես կարող ես բանանես։ Դե ասենք, այդ շրջապատում լավ ընկերներ կա, իրանց հետ ասենք, ճշտացա։ Լավ։ Իսկ մենակ ուրախ երգեր են։ Եվ ուրախ, եւ հուզիչ, մենք ունենք ժողովրդականից մինչև Միրան Ծառուկյան, Լիլիթ Հովհաննիսյանից մինչև Ձախարուտ, բոլոր ասպեկտները, այո, բոլոր ասպեկտները բան են կարել, կարողացել ենք շոշափել եք, բռնել եք, այո, շոշափել։ Հիանալի, շատ լավ ամերգ է սպասվում։ Վայ, գժական, անկեղծ եմ ասում, գժական ամերգ է սպասվում։ Եկեք եւ կհամոզվեք։ Կհամոզվեք իրոք։ Լրիվ այլ հարց, ավելի հեշտ չէ, թե ավելի դժվար է գրել երգ, որը որ միայն քոնն է, որը որ ձևափոխած չէ, երկուսիդ եմ հարցը ուղում, որ դու մտածեցիր, զգացիր, գրեցիր իրեն։ Շատ է սիրում, չէ՞։ Ոչ մեկ չի լսել, չի արել, չի ուզում եւ այլն։ Նորությունն է, լավն է ու ձերն է ու էլ ոչ մեկին է։ Հետ որ դժվարանում է։ Իհարկե, ուղղակի այս երգերը, ի տարբերություն այն երգերի, որոնք որ նոր պետք է գրվեն կամ նոր են գրվում, շատ սիրված երգեր են։ Թեկուզ հենց այդ Ռաբիզ երգերը, որոնք որ մենք բառերը անգիր գիտենք, չգիտեմ ինչպես, որովհետև կյանքում չենք դրելու լսել։ Բայց միշտ գիտենք, բայց միշտ գիտենք այդ երգերի բառերը։ Ու այն երգերը, որոնք որ այսօրվա երգերն են, որոնց բառերը նույնպես գիտենք, ախր չգիտեմ ինչպես է ստացվում, բայց Արյան մեջ է Ռաբիզի նման, էլի։ Դրանք այն երգերն են, որոնք որ բոլորս գիտենք։ Դրա համար այստեղ ավելի հանդիսատեսի գործն է հեշտ անում, որովհետև հանդիսատեսը նստած նախ հասկանում է, որ ինչ որ տարօրինակ բան է կատարվել, երգը փոխվել է ուրիշ ուղղությամբ։ Չէ, կարող է նորը ու լավը կարող է նոր լինել, բայց ամեն ճաշակ cover երգերը այնքան հետաքրքիր, յուրօրինակ իրանք բան ունեն իրենց մեջ, որ դու լսում ես նոր բան, բայց քեզ շատ հարազատ ես այդ ընդունում։ Դու նորության մեջ քեզ այնքան ճիշտ ես զգում, ու երգերը երգում ես, ու դա ինչ որ մի հատ հետաքրքիր էֆեկտ է ստեղծում մարդկանց մոտ։ Դրա համար էլ միշտ եղել են տրիբյուտ խմբեր, օրինակ Beatles-ի տրիբյուտ խմբերը, որոնք Beatles են երգել, ուրիշ կերպ են երգել, բայց բոլորը այդ նորության մեջ զգացել են իրենց Beatles-ի այդ ֆան վիճակի իրաց մեջ արտացել է։ Դրա համար այս էֆեկտը ինձ թվում է դալիճում ամեն դեպքում կլինի, որովհետև նոր բան ես լսում, բայց երգում ես։ Քանի որ ժողովրդական երգեր են նաև, չէ, ասենք, նրանք լսում են նաև մեծ տարիք ու ինձ նման, ասենք, տրակած տարիքի մարդիկ։ Դուք ժողովրդական եք լսում։ Այո, դե հայ իհարկե։ Տարիքի մասին էր խոսքը։ Տարիքի մասին։ Ինչ թիրախային խումբը որն է, ասենք, երեխեք կգան, ջահելներ, մեծեր, ովքեր են։ Տենց բան կա տենց։ Այո, անծայրածիր։ Բոլորը, պատկերացեք իրոք մի տարիքային խումբ, ովքեր սիրել են այդ երգերը եւ ինչ որ ժամանակը արդեն այդ երգերը չեն պտտվում, չեն լսում, եթե լսում են այս նոր տրենդի մեջ մի քիչ այլ են թվում, չեն կարողանում մրցակցել։ Այդ տարիքային խումբը իր սիրած երգը երգելով նաեւ չի, ոնց որ ասած, տուժի երիտասարդների այդ էնտուզիազմի մեջ, որ կատարվել է դալիճում։ Իրանք էլ երիտասարդների պես կպարեն, կուրախանան եւ երգերը։ Այո, մենք այնպես ենք դասավորել այս անգամ, որ բացի դե վիտամին ակումբը բոլորը գիտեն, որ սեղաններով եւ աթոռներով, այնպես են կարել, որ նաեւ տանցպոլ լինի։ Շատ լավ։ Հիանալի համերգ է իրոք, որ սպասվում, գանք Arena Live-ին, որտեղ որ վերջերս կայացավ Սոնա Ռուբենյանի մենահամերգը, որը մենք կտեսնենք, կվայելենք վաղը երեկոյան, ժամը 20:20-ին։ Մի փոքր այս համերգի մասին, Գարիկ այնտեղ կա չկա, միանշանակ միայն քո մենահամերգն է, թե ոչ։ Չուզեցինք Գարիկի հետ առանձին գործեր անել այս համերգի ժամանակ, որովհետև պատրաստվում ենք, եթե իհարկե ամեն ինչ ստացվի, նոր արենա անենք մեր բոլոր գործերով։ Այդ պատճառով այս համերգը արեցի միայն իմ երգերը, այն երգերը, որոնք որ ես սիրում եմ երգել, իմ հեղինակային երգերը, եւ այդպես միքս ստացվեց, ամեն ոճի եւ ամեն երգերի համերգ ստացվեց։ Շատ լավ։ Այսինքն հերոստատիտողին սպասելու է ինչ։ Հերոստատիտողը սպասելու է, կարծում եմ իմ առաջին մենահամերգն է, նախ նշեմ։
Եվ այստեղ Եվ կրկին շանթի եթերում Եվ կրկին շանթի եթերում դեբյուտային իմ դեբյուտային հեռուստաընկերության եթերում։ Այս դեպքում ինչն է դժվար, եթե առաջին մենահամերգն է, բեմը հարազատ է, բայց միևնույն է մենահամերգ է։ Հարազատ օպերատորին սաղ անուններով գիտես էլ ինչ մնաց։ Հեռուստադիտողների։ Ասում գարիկն էլ կա ոչինչ որ կարող է քեզ այդ ոչինչ որ ընկերներ չունի։ Ինչն է դժվար մենահամերգի ժամանակ, հա? Չգիտեմ, առաջին անգամ ես դու ներկայանում, նախ ես հիմնական ծրագրի մեծ մասը իմ երգերն էին, իմ հեղինակային երգերն էին։ Իհարկե դրանցից շատերը տեսալովակ ունեն, հնչել են, բայց առաջին անգամ պետք է ամբողջ ծրագիրը ներկայացնել, դրա համար մի քիչ պարտավորեցնող էր եւ պատասխանատու քայլ էր առաջին։ Ըստ քեզ ստացվեց այն ինչ ուզում էիր։ Վաղը հանդիսատեսը կարծում եմ այդ հարցին կպատասխանի։ Իսկ դու բավարարվածություն ունես։ Ես ունեմ, այո։ Այո, շատ լավ։ Մնացածը մենք վաղը երեկոյան կզանգարենք կապենք։ Ֆիդբեքերը սպարս կլինի։ Հիանալի, ինչ սպասի ձեզնից հեռուստադիտողը, բացի դրանից, բացի ամսի 13-ի համերգից եւ նմանատիպ խենթուխելար նախագծերից, Ինչ-որ բան կար կուզեիր ասել։ նոր բան, որը որ Չէ, հիմա ես ուղեղով հոգեբանորեն եւ ֆիզիկապես կենտրոնացած եմ ամսի 13-ի համերգի վրա, անկեղծ ասած ամեն ինչ արում եմ դրա համար։ Այո, այսօր արդեն մենք դալիճի ձևավորումով ենք զբաղվելու, այսօր արդեն լույսերն են կախում, այսօր սա են անում, նա են անում։ Ես ուզում եմ ասել, որ Սոնան երբ որ շեշտում է, որ մենահամերգ էր ունեցել եւ լարվածություն կար եւ այլն, դեպ ասում եք ախր քո հարազատ բեմն է սա եւ այլն եւ այլն, այս մենահամերգ կոչվածը իրոք սա էլ է մենահամերգ կարելի ասել, հոգեբանական ինչ որ մի հատ պատասխանատվություն է քո վրա դնում, որ թեկուզ եւ օրինակ մեր հարազատ բեմն է 10 տարի այդ բեմի վրա եւ ելույթ ենք ունեցել եւ նվագել ենք Արամի հետ, բայց որ սա ուրիշ խորագիր ունի, սա ուրիշ սպասելիքներ ունի, ոնց որ առաջին անգամ 0-ից մի բան անենք եւ լարվածությունը ու այդ էնտուզիազմը իրոք տարբերվում է ամեն ինչից ինչ որ մինչև այսօր արել։ Բայց քանի որ Գարիկի պատասխանատվությունը եւ կենտրոնացումը, եթե ինքը որոշել է սա անի, ուրեմն ամբողջ էներգիայով մոտենում այդ գործին ու քեզ էլ ստիպում է, որ դու էլ այդ պատասխանատվությամբ ուրիշ բան չի տեսնում դրա համար։ Չէ, շատ կողքից նախագծեր կան, շատ ամեն ինչ կա, բայց եթե Arena Live-ում հնարավորություն եք ունեցել ու դեռ կունենաք բացահայտելու շատ տարբեր երգիչների, ում հետ մինչ այդ աշխատելու հնարավորություն չի եղել, առիթ չի ստեղծվել։ Բայց Սոնային մինչ այդ էլ եք ճանաչել, ինչ բացահայտեցիք Սոնայի մեջ այս Arena Live-ի մենահամերգի շրջանակներում։ Կար ինչ-որ բան, որ ձեզ համար գաղտնիք էր։ Թե արդեն սա գիտեիք։ Թե Ես Սոնայի հետ ամեն օրը մեջ փորձ եմ անում եւ ամեն այն օրը որ փորձ չենք անում շփման մեջ ենք Սոնայից որպես արտիստ բացահայտելու ինձ այնքան քիչ բան է մնացել բայց միևնույնն է մի բան կա որ ամեն անգամ նորովի բացահայտում եմ դա քանի որ ամեն անգամ հանդիսատեսը տարբեր է Սոնայի ամեն անգամ հանդիսատեսին տարբեր մոտեցում է Սոնայի մոտ ձևավորվում ըստ երգերի ու ես իրոք ուշադրություն եմ դարձնում թե ինքը ոնց է կարողանում ամեն անգամ այդ հանդիսատեսը տարբեր կերպով բայց նույն Սոնամնարով աշխատել ու շատ ուրախանում եմ որ ամեն անգամ բացահայտում եմ այդ ուղղությունը իր մեջ Սոնայի անկեղծությունն է լրիվ նաեւ ես էլ բացահայտեցի որ կարող է ամեն ապուշ հարցի շատ լուրջ պատասխանել, ասենք, որովհետև դա լուրջ է, ասենք, վերաբերվում ամեն դեպքում ես լուրջ պատասխանեմ, դուք կեսից ընդհատեք։ Դե ինձ սիրելի շատ լավ բան ես սպասում, շատ ուրախ, շատ լավ զվարթ, այսպես ասած, այո։ Վաղը երեկոյան ժամը 20:20, երեկոյան ժամը 20:20, լավ չէ, վաղը ժամը 20:29 շանթի եթերում Arena Live-ում կարող եք վայելել Սոնա Ռուբենյանի մենահամերգը, ամսի 13-ին էլ Պուշկինի 3 հասցեում երեկոյան ժամը 7-ին, այս դեպքում կարող եմ ասել երեկոյան կարող եք վայելել Գարիկի եւ Սոնայի համերգը եւ որտեղ սպասում են ինչպես մենք հասկացանք շատ խելահեղ լավ աուրա կլինի, լավ ճաշակով երաժշտություն եւ լավ մատուցում։ Տոմսերը վաճառվում են այնպես որ ձեռք բերեք շատ կարճ ժամանակ է մնացել, բոլորին ցանկանում են հաճելի ժամանակ, ասա Սերգեյ։ Այո, հեչ 20:20:00-ին ոնց է ոստիկան է։ Լավ է։ Ասացի 20:20-ին։ Այո, 20:20-ին, այո, երեկոյան։ Շնորհակալություն հիշեցնենք, որ մեր հյուրերն են մեր շատ սիրելի Գարիկ Պապոյանը եւ եւս շատ սիրելի Սոնա Ռուբենյանը։ Շնորհակալություն ու ձեզ հաջողություն։ Տաղանդավոր մարդիկ, դե մենք էլ ոչինչ վարում ենք էլ։ Հա, կողքից օգնել ենք։ Կոմերցիոն դատար գովված մի անգամից։
Խոսենք մի փոքր ռոք բաներից, նորություններից։ Երաժշտական եթերը շարունակվում է։ Աշխարհահռչակ System of a Down ռոք խումբն աշխատում է նոր ալբոմի վրա։ 2011 թվականին խումբը թողարկել է Toxicity ալբոմը, որը 3 անգամ պլատինե է ճանաչվել։ Դա նշանակում է, որ այն վաճառվել է 3 միլիոնից ավել վաճառվել է, հասկանում ես։ Այո։ Խմբի անդամներն էլ նշել են, որ աշխատում են միանգամայն նոր բան ստեղծել երկրպագուների համար, դե իհարկե մենք դա հնարավորություն ունենք վայելելու։ Եվ վերջում, ինչպես ասել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նոր ընտիր 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը, երազեք թերագնահատված լինելու մասին։ Նախագահի համար շատ խորը միտք է, ես ունակ չեմ հասկանում, ինչի մասն է։